Անցնենք մեր թեմաներից, սրբազաններից, բաներից, լեֆիկից։ Սամվել Ալեքսանյան, տես, ես երբեք քեզ լեֆիկ չեմ ասել էֆիրներում, հիմա ասում եմ։ Ես ում ես միացե։ Սրանց։ Քոացականը անգամ լեֆիկ չէր, քոացականը փնթի սամո էր։ Ես Մալասիայի տղա եմ։ Փնթի սամո, ում ես միացե։ Սրանց հարց եմ տալի, որ հեղափոխություն եղավ առաջի 3 տարին դու ՀԴՄ տվել ես քո սիճիներում, թե չէ։ Ուղղակի հարց եմ տալիս։ Լեֆիկ։ Գիտեր էլի բախտեր է տա գալի, հա։ Շատ սխալվար, շատ։ Ես սրբազանել Կանադայի, արա ես Կանադան ես ինչ ա դարը, մեր երկրի համար ոնց որ ով եկավ ազգի բանը դավաճանեց KGB-ի շինք դարավ Կանադայից ա գալի։ Բևերիստները, էսրանք, նրանք եւ այլն, ընդ սրբազաներ, ընդ բաներ։ Այդ հանգստացեք արա։ Այս ժողովուրդը ապուշ չի, 1000 անգամ եմ ձեզ ասել, այս ժողովուրդը ապուշ չի։ Այսինչ ջոգում ա ուղետ։ Այն 5000 դրամանոցներով դուք չեք հաղթելու ոչ բան, ոչ ընտրություն եք հաղթելու, ոչ բան եք հաղթելու, չի լինելու դες բան։ Այն մարդիկ, որ ինձ ասում էին բանը, աղբեր Հեսա Նիկոլա Էթալոյա բան է 19 թվին։ Ես բոլորից զգուշացնում եմ, եթե այդ թվերի էֆիրներից նայեք, Ժողովուրդ ջան, ես ասում եմ, Նիկոլ это надолго։ Այս ազգը հոգնել է ձեզանից։ Այո, Նիկոլը շատ դանդաղ աշխատում, շատ սխալներ անում, այո, հա, ես համաձայն եմ, բայց ցանկացած վլաստը, ցանկացած բանը, պրեզիդենտը կամ պրեմիեր-մինիստրը կերազեր ձեր նման ընդդիմություն ունենար, որովհետև ձեր նման ընդդիմությունը մի հատ հրաշք կա, ընտրելիք չկա, կամ դուք եք դեբիլներ, կամ Նիկոլնա, հենց այսօր, կամ վաղը ընտրություններ լինի, ես Նիկոլին եմ ձայն տալու, որովհետև դուք եք են մի կողմը։ Բլյուդկի։ Արա, ախար մեզ ոչ ընդդիմությունով է բախտներս բերը, ոչ թշնամիներով է բախտներս բերը, այ մարդ, կան նորմալ ազգեր, չէ, որ իրա թշնամին անգլիացին է, իսպանացին է, չգիտեմ, գերմանացին է, արա մեր բախտը տրանում էլ չբերես, մեր թշնամին թուրքն է։ Գերմանիայի կանցլերը Իսրայելում, այրոպորտում, որ իջավ Իսրայել, այրոպորտում չոքես ներողություն խնդրեց, հրյաներից, այսենց, երազ էինք տես բաններ, չէ, մեր բախտը չբերեց։ Լավ, մամ, բանը, հա, Ժողովուրդ ջան, մի հատ էլ շատ կարճ թեմա, շատ կարճ, բանը, ԱԱԾ-ի նոր տնօրենը, որ նոր է նշանակվել, ԱԱԾ-ի շատ ընկերներ ունեմ, բարձր պաշտոնների, հա, բոլորին զանգեցի խոսացի, ամեն օր բան ենք, 1000 հատ բան ենք իրար հետ կիսվել, 1000 հատ բան ենք խոսել եւ այլ, միշտ, ամեն օր խոսում են, բայց հենց այդ թեմայից խոսում ես ԱԱԾ-ի, sense փակվում են, մի բառ չեն ասում։ Ասում են, գոնե երկու բառ ասեք, ինչ մարդ է, ինչ ձևի է, բան, единственная ինֆորմացիա, որ մի քանի օգուց լսա, աշխատող տղա է Գորջան, աշխատում է։ Հիմա այդ ինֆորմացիան եմ ձեզ տալի, Ժողովուրդ ջան, ինչը ստացել եմ, էդի տալիս եմ։ То есть ոչ մի մանրամաս չասին։ Բայց որ աշխատող տղա է, այդ տողերի տակ շատ բան է, չէ, հասկացվում։ Դե, աստված տա։ Հիմա անցնենք արդեն մեր եկեղեցուն եւ այլն։ Ուրեմն նայեք, դուք հիշում եք Պիեր Ռիշարի հետ կինոն, Իգրուշկա կինո էր կոչվում, որ այդ
ֆիրմայի դիրեկտորը ասեց շալվարը թանի գնա օֆիսով քայլի, ինքը շալվարը հանում էր, արդեն պատրաստ էր, որ այդ օֆիսով քայլեր։ Ասում դուք ինչ եք անում, ասում դուք հրամայեցիք, ես շալվարս հանեմ, գնամ առանց շալվար ման գամ։ Ասում ես հիմա մտածեք, ովն ավելի վատ, ես որ հրամայեցի, թե դուք, որը պատրաստ էիք այդ անելը։ Агенты Кремля. Да, Кремль это дьявол. Բայց ով ավելի վատ ավելի զզվելի, նա ով հրամայեց, թե դուք, որը պատրաստ եք այդ հրամանները կատարեք։ Ублюдки. Դուք չեք հասկանում, որ Հայաստանը այդ ֆունդամենտ է։ Ժորժան, դուք գիտեք բոլորը, մի քանի անգամ էֆիրներում ես ասել եմ, ես Արգենտինայում ապրել եմ մի քանի տարի, այնտեղ են հին մասան աղբարները Ստամբուլի հայեր են, փախել եկել են Արգենտինա, 80 թվերին, 90-ի սկզբի թվերին եւ այլն։ Ինչի համար, որովհետեւ իրանք մնացին Ստամբուլում, Հայաստանը չկար, իրանք գիտեին իրանք փողը պահելու են։ Չէ, եթե Հայաստանը չկա, դուք ամբողջ կյանքը ուրվական եք լինելու, դուք թափառական եք լինելու։ Հայաստանն է ձեր մի հատ տեղը, ձեր ֆունդամենտը, որ երկրում որ ելնեք, մի հատ մեջքիդ երկիր ունես, որը կա։ Այս ծախելով ես երկիրը, տերտերներ ջան, սրբազաններ, քոչարաններ եւ այլն, քոչարան չնայած ադրբեջանցիան նրա մասը ոչ կա, բայց հայեր, որ նրան միանում եք, փախնելու տեղ չեք ունենալու։ Փախել էին։ Տեսակ ինչ եղավ։ Ես մի բան ասեմ։ Երևի այս աշխարհի երեսին մի քաղաքն է Երևանը, который тоскует по вам, ով գնացել է Երևանից։ Այդ քաղաքը ձեզ սպասում է։ Երևան тоскует по вам։ Վերադարձեք Հայաստան։ Եթե ես վերադարձած, վերջի 7 տարին Երևանում եմ ապրում։ Հիմա հա Իսպանիայում, որովհետև գործեր կա, բայց ես վերադառնալու եմ էլի։ 7 տարի։ Այ մարդ, այդքան տարի չեմ եղել, 20 տարուց ավել չի եղել։ Ես եկա, հա Երևանը, ես զգում եմ, Երևանը կարոտում է ինձ, ոնց որ ես իրան։ Դա մի հատ քաղաքն է աշխարհում։ Մի մտեք Երևան ու վատը մանեք եք։ Ցանկացած քաղաքում այդ վատը կա։ Եկեք Երևան փորձեք սարքեք ընենց, որ այդ քաղաքը լավ լինի։ Այդ մինուսները իրա բան, ցանկացած, ելի եմ ասում, ցանկացած քաղաքում աշխարհի կա մինուսները։ Եկեք այդ մինուսները մեր հետ, իրար հետ օգնենք, ուղենք։ Չենք ամանչում, որ ռուսներն էին գալիս զիբիլը հավաքում Երևանում, տեսել եք այդ կադրերը։ Մենք չենք կարող էդի անենք։ Էտով է մեր չափ դառը, որ չի կարում կառուցի։ Մեր ազգը, իբր թե։ Աշխարհ են կառուցել, մենք մեր Երևանը չենք կարող կառուցենք, մեր Հայաստանը չենք կարող կառուցենք։ Հա, ու այս մեր ազգը, Ժողովուրդ ջան, ճիշտ է խոսալ, էլի, մեր ազգը ծանր ազգ է։ Էսի սենց ասեց, այնին ես խոսած, սրա աղջիկը ինես գնաց, սրա տղեն ինես գնաց, եւ այլև այդ ամեն ինչը բաց թողեք, եկեք կառուցենք։ Հա, ես իմ ուժերի հնարավորությունով անում եմ, ֆինանսավոր եւ այլն, ամեն մեկը իր ուժերի հնարավորությունով անի։ 1000-րդ անգամն եմ կրկնում։ Թուղթը ասֆալտից վերցրեք, գցեք աղբամանը, դուք արդեն բանարիք հայրենիքի համար։ Հիմա անցնենք մեր քրիստոնեությունից եւ տերտերներից խոսանք եւ այլն։ Մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, մենք դրանով շատ հպարտանում ենք, բարձրանում ենք։ Ես էլ շատ հպարտ եմ, որ դες բան եղավ, հա։ Ժողովուրդ ջան, բայց ոնց որ միշտ ասում եմ, ամեն մեդալ ունի երկու կողմ։ Տենց էլ էս հարցը ունի երկու կողմ։ Մենք առաջի քրիստոնյան ենք, թե առաջինը մեր կրոնը թողած ազգն ենք։ Մենք թողեցինք մեր Վագնին, Անահիտին եւ այլն, ընդունեցինք քրիստոնեություն։ Լավ, դեմ չեմ։ Լավ, արեցինք։ Ես հիմա չեմ ասում ոչ մի բան, ուղղակի փաստեր եմ ասում։ Դուք նկատել եք, որ դրանից հետո մենք սկսեցինք հողեր կորցնել։ Մինչև այդ մենք հողը մենակ գրավում ենք, դրանից հետո սկսեցինք կորցնել։
Դա ոչ թե Աստվածը մեղավոր, ոչ թե մեր կրոնն է մեղավոր։ Դա մեղավոր էին մեր տերտերները։ 1700 տարի մանիպուլյա էր իրանց մոտ։ 1700 տարի մանիպուլյացիա։ Դուք հասկանում եք կոպիտը։ То есть մարդիկ չեն սովորում բան, այն ժամանակ դե գիտեք, թե անտիչնի ժամանակ, թե միջնադարում, թե բան, կրթություն տալիս էր միայն եկեղեցին, ժողովուրդ ջան։ Իսկ եկեղեցին դասիրակում էր ընենց, որ կարանա մանիպուլյացիա անի, մինչև հիմա 21-րդ դարն է մանիպուլյացիա անում։ Այս սրբազաններ եւ այլը, որ եկեղեցում են, իրանք իմ եկեղեցու հետ կապ չունեն։ Իրանք մտե գրավել են այդ եկեղեցին։ Իսկ այդ գրավողները շատ են, ժողովուրդ ջան։ Քանի քաղաք հանձնվեց չերես տերտերներ հայկական։ Տերավետիսի անունը տամ։ Այդ անունը ես տամ, մնացածը դուք տվեք։ Քանի քաղաք հանձնվեց չերես իրանց։ Իմ հավատքի հետ իրան կապ չունեն։ Իհարկե մենք ունենք շատ լավ հոգևոր հայրեր։ Իհարկե ունենք, բայց ընդեղ էլ վլաստը վերցրել են սրանք բոլորը KGB agent։ Ամարդ, բա Սրբազան ջան, բա Գերմանիա քեզ հա արգելվել մտնել է, ցավը տանեմ։ KGB agent էր դրա համար։ Ու դու հիմա եկել ես Հայաստանում վլաստ վերցնել։ Դու իմ եկեղեցու հետ ինչ կապ ունես ընդհանրապես։ Ամ դոդի գագոն, ինչ կապ ունի իմ եկեղեցու հետ, խաչա դնում բան անում։ Արա դու եկեղեցու հայատու մարդ ես բռնաբարի, աղջիկ ես բռնաբարի։ Դու իմ եկեղեցու հետ ինչ կապ ունես, դու էլ ես սուրբ։ Օթային ուժերը շուտով շատ ուժեղ օգնությունակալի է, դա բաց ինֆորմացիա է, դաժե անգամ բաց ինֆորմացիայում կա ինչ ենք ստանալու բան, ես հիմա դա չեմ ասում, բայց ասում եմ, շատ ուժեղ բաներ է գալու Հայաստան մեր մենք ունենանք օթային լավ բաներ։ Դա ուզում ասեի, ու վերջում էլի ռազմավարությունից ասեմ, ժողովուրդ ջան, տեսեք, այսօր էլի պարոն Հայրապետյանի հետ որ խոսեցինք, նա էլի եմ ասում, ոնց որ ես ու Արտակը խոսանք, նա ասեց այն, ինչ ես ասում եմ։ Այն դուխով ֆիդային բան, էթանք, խփենք, վեկալենք բան, ժողովուրդ, մոռացեք։ Մի հատ կուզիկ ակրոսներով սինց կարան ստացել են ջոյստիկը ձեռը կամպյուտերի, այդ 500 հատ դուխով ֆիդային խփի։ Ժամանակները փոխվել են, տեխնոլոգիա է պետք։ Ու հիմա Հայաստանի Հանրապետությունը աշխատում է, որ այդ տեխնոլոգիան ունենա։ Արդեն շատ բան կա։ Դրանից 10 անգամ շատ է մտնելու է։ Հա, այդ ջոյստիկով տղեկ խփելու են։ Փառք Աստծո, մենք այդ հապը հավաքում ենք գնալով։ Աստված տա ամեն ինչ լավ կլինի, բոլորից սիրում եմ, հարգում եմ, ձեր ցավը տանեմ, հայենք, դավերդ։ Ները սահմռկեցուցիչ էին։ Սա երկրի համար կլիներ 2 հոկտեմբերի 27, Ստիոպա Սաֆարյան։ Հայաստանի Հանրապետությունում շատ փորձագետներ վերջին ամիսներին խոսել են ահաբեկչության եղանակով իշխանության զավթում կազմակերպելու մասին։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ այսպես կոչված մաքուր քաղաքական պայքարի մեթոդները սպառվում են եւ մնում է մեկ բան՝ գլխատել պետությունը։ Դրանով անցել ենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Որոշ ժամանակ առաջ Դաշնակցության ներկայացուցիչը կրկին վերաթարմացրեց հոկտեմբերի 27-ի թեման, փորձելով այն ներկայացնել որպես ժողովրդական պորտկում։ Հասկանալի է, որ ինչ-որ նախապատրաստություններ էին գնում եւ փորձ էր արվում հանրային դաշտում դրա պահանջմունքը ձևավորել։ Զարկերակ.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության հեղաշրջման պլանին, ասաց քաղաքագետ Ստիոպա Սաֆարյանը։ Սաֆարյանի խոսքով հրապարակված պլանը ցույց էր տալիս, որ ինչ-որ ուժեր այն աստիճան են շտապում, որ որոշել են ամառը հատկացնել իշխանափոխությանը։ Սա մի բան է, որ երբևիցե տեղի չի ունեցել։ Նախկին 5 տարիներին ընդդիմությունը մշտապես ամռանն արձակուրդ է մեկնել։ Հետևաբար սա նշանակում է, որ լուրջ պրոցեսներ եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Շատերը փորձեցին անլրջացնել այս ծրագիրը, բայց դա անլուրջ չէր։ Մասնագիտական առումով այն ամենևին անհեթեթ եւ պրիմիտիվ չէր։ Այն
Այն բավականին խելացի էր կազմված եւ տեսանելիորեն թարգմանված էր այլ լեզվից, որովհետեւ շարադասությունը, նախադասությունների կառուցվածքը ցույց էին տալիս, որ այն թարգմանություն էր, եւ նաեւ դրա 7 փուլերի տրամաբանական փոխշահկապվածությունը բավականին հիմնավորված էր։ Երբ որևէ մեկը փորձում է խուսափել ճշմարտության աչքերին ուղիղ նայելուց, կամ ինչ-որ հարցի ուղիղ պատասխան չի ուզում տալ, կամ անլրջացնում է, կամ հեգնում է այն։ Հիմա նկատելի է, որ երեկվանից շատերը փորձեցին գնալ այդ տեխնոլոգիայի ճանապարհով։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առնվազն Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայ քաղաքացիների մասնակցությամբ սնուցում է այս շարժումը, շահառուներից մեկն է, եթե ոչ կազմակերպիչը։ Անդրադառնալով այսօր ՔԿԻ կողմից հրապարակված սրբազան պայքարի ղեկավարների եւ մասնակիցների ձայնագրություններին, Սաֆարյանն ընդգծեց. այսօր ՔԿԻ կողմից հրապարակված ձայնագրությունները եւ գործողությունները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ այդ ծրագրին եղել է նաեւ ռազմական բաղադրիչ, որ շոկ կստեղծեր հանրապետությունում, վճարված խմբերով, գնդակահարություններով, քաոսով անկայունություն ստեղծել երկրի ներսում, որի ֆոնին ի հայտ կգար քաղաքական process-ը եւ այն կտաներ դեպի իր տրամաբանական հանգուցալուծում։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, որը երկրի համար հոկտեմբերի 27-ի նշանակություն պիտի ունենար։ Դա պետության գլխատումն էր եւ իշխանության զավթումը։ Ակնհայտ է, որ մենք գործ ունենք հրեշավոր հանցագործության հետ, որը նախապատրաստության ընթացքի մեջ է եղել։ Քաղաքագետը նշեց, որ հրապարակված ձայնագրությունները սահմռկեցուցիչ էին։ Ուզում եմ մեկ այլ բանի ուշադրություն դարձնել։ Երբ Սամվել Կարապետյանը հարցազրույց տվեց եւ ասաց. «Եթե քաղաքական գործիչները ձախող են, ապա մենք մեր ձևերով կմասնակցենք»։ Եղել է քաղաքական պլան մինչև սեպտեմբերի վերջը ընդգրկումով։ Ակնհայտորեն երևում է, որ ոմանք չեն հավատացել քաղաքական բաղադրիչին եւ մենք արդեն հասկանում ենք, ինչ է նշանակում Սամվել Կարապետյանի խոսքերը։ Սա պետք է խստագույն դատապարտվի հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ինստիտուտների կողմից։ Հայաստանն այլևս չի կարող թույլ տալ գլխատել պետությունը եւս մեկ անգամ։ Այս ամենում ամենասոսկալին այն է, որ եկեղեցականները եկեղեցին ուղակի մտցրել են անդունդը, եկեղեցին գահավիժում է այն պատճառով, որ հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում կաթողիկոսը, ուղակի կամ անուղակի օրհնել են այս ամենը եւ այժմ պետք է փրկել եկեղեցին, թույլ չտալով, որ այդ մարդիկ իրենց հետ խորտակեն նաեւ այդ բազմադարյա ինստիտուտը։ Խոսելով նաեւ այս ամենից հետո այն մարդկանց դիրքորոշման մասին, ովքեր աջակցում են սրբազան շարժմանը, Ստիոպա Սաֆարյանն ասաց. «Տեսնում եմ, որ կա մի հստակ խավ, բարեբախտաբար ոչ մեծաթիվ, ակտիվ, ագրեսիվ, փողատեր, որոնց դարձի գալու վրա ես առանձնապես մեծ հույսեր չունեմ։ Այդ մարդիկ ուղակի իշխանության վերադառնալու, իշխանությունից օգտվելու, իրենց ամբողջ պատասխանատվությունն այս իշխանությունների վրա բարթելու եւ նրանց ճանապարհելու մոլուցք ունեն։ Նրանք ուղակի թքած ունեն, որ դա պետության դեմ է, նրանց համար միևնույնն է։ Ես լավատեսություն չունեմ, որ նրանց աչքերը կբացվի։ Գիտակից մարդն ավելի շուտ է տեսնում, որ այդ ամեն ինչը շատ վտանգավոր է, հակապետական է, դա այնքան տեսանելի է, որ տեսնողը, եթե ուզում է տեսնել, կտեսնի։ Իսկ այն մարդիկ, ովքեր կուրորեն հետևել են, նրանց համոզել են, որ այդ ամենն Արցախը հետ բերելու, եկեղեցին փրկելու համար է։ Նրանք անշուշտ կվերանայեն իրենց վարքագիծը։ Նյութի աղբյուր Զարգերակ.am